Որքան աշխատավարձ է ստանում հետ ժամանակավոր կառավարիչ նշանակված ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը: Ա. 1 միլիոն դրամ, Բ. 2.5 միլիոն դրամ, Գ. 5 միլիոն 200 հազար դրամ, Դ. Չի ստանում աշխատավարձ: Ճիշտ պատասխանն է տարբերակ Գ-ն 5 միլիոն 200 հազար դրամ: Բայց այդքան է, ձեր ասած գումարը ճիշտ է? Այո, ճիշտ է: Հետ վերահսկողական կոմիտեն է հրապարակել նորաթուխ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ամսական վաստակի չափը: Եթե նման բան կա, շատ է իհարկե այսօրվա մեր պայմանների համար: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժանորդները մի պահ ասես հոսանքահարվում են, երբ լսում են, որ իրենց վճարած փողերով միլիոններ են վաստակում մարդիկ, որոնք 2.5 ամիս է նշանակվել են այդ պաշտոնին: Շատ ճոխ է, շատ ճոխ: Այս երկրի այս վիճակից ելնելուց ինչի մասն է խոսքը: Իրանք բոլորն էլ այդքան են երևի ստանում ու իրանց պրեմիաներով, ավելացումներով, որ ստից սաղորը նստած են հեռախոսի մեջ: Էդ է իրանց: Էդ ինչ աշխատավարձ է, $100,000 անը: 10,000-ից 12,000-ից ավել: Էդ որտեք տեսել է, կառավարիչը, բանկի կառավարիչը ասենք ուրիշ բան, բայց եթե պետական բան է, տենց աշխատավարձ պիտի չլինի, էսկի վարչապետը այդքան չի ստանում, որ մնացինքը ստանան: Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի չափը լրահոսի թոփ թեմաներից մեկը հավանաբար չէր դառնա, եթե նա իր քաղաքական ղեկավարի ոճով ֆեյսբուքյան ստատուսագրությամբ չհաշվեր, թե Հեցի տնօրենների խորհրդի նախագահի նախկին տեղակալ, այժմ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը որքան աշխատավարձ է ստացել վերջին 8 տարում: Ըստ Պետրոսյանի, աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակի ազդել են էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Հեց փակbaşնետիրական ընկերության նախկին տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը, գործող նախագահը 2017-ից 2024 թվականների ընթացքում Հեցի կողմից ստացել է ընդհանուր 396 միլիոն 198 հազար 663 ՀՀ դրամ աշխատավարձ, գրեթե 400 միլիոն ՀՀ դրամ հարկերը ներառյալ: Եվ արդյունքում, իհարկե, Հեցի բարձր ղեկավարության, այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական աշխատավարձերն ուղղակի կամ անուղղակիորեն իրենց ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Արդյոք Հեց տնօրենների խորհրդի նախագահի նախկին տեղակալ եղած ժամանակ Նարեկ Կարապետյանն ստացել է աշխատավարձ: Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից հետո Կարապետյանը պատասխան գրառմամբ փոշիացրել է, պնդում է, թե ինքը միլիոնավոր դրամներ է ստացել: Գրառմանը կից բանկային անդորրագրեր է հրապարակել, որով հաստատում է, աշխատավարձը նվիրաբերել է Տաշիր բարեգործական հիմնադրամին: Մի քանի ԿՊԱ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև Հեցի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս, որտեղ աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ: Տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել: Ի դեպ, տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա: Ինչ ծանրաբեռնված աշխատանք է անում հեղափոխական իշխանության ներկայացուցիչ Ռոմանոս Պետրոսյանը, որ մեկ ամսում ստանում է ավելին, քան Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում: Զարմանում են ու զայրանում մարդիկ: Չեմ պատկերացնում ինչ ծավալի աշխատանք է, նորմալ չի, որ դասախոսը քիչ է վճարվում, ուսուցիչը քիչ է վճարվում: Կարծում եմ, որ կարելի էր այնպես անել, որ ուսուցիչն ու դասախոսն էլ այդքան ստանային: Իմաստը ո՞րն է, թող թոշակ բարձրացնեն, դա ավելի ճիշտ չի: Դա ասում են բարձրացրել եք թոշակները: Էդ երբ է, ես թոշակառու չեմ, բայց ես ընդհանրապես չեմ էլ տեսել ինչ-որ մեկը կամ լսել, որ ասեն հա, բարձրացրել են: Ես 5 տարի ասում եմ, ոչ բարձրացնում են, ոչ հիմա: Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր: Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը: